Քանի որ ապազգային իշխանությունը սկսել է օրակարգեր լցնելու օպերացիա, մեր պարտքն է ուշադրության կենտրոնում պահել այն թեմաները, որոնք փորձում են ծածկել աղմկոտ իրարահաջորդ գործերով։ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ նոր հետապնդումներ, խախտվում են նրանց իրավունքները, փակվում են եկեղեցիներ քննչական գործողությունների պատրվակով։ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի կալանքը կրկին ապօրինաբար երկարացվել է։ Անհետ կորածի ազգական Արսեն Ղուկասյանը խոշտանգվում է, թեև ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ։ Պատանդարված է խղճի բանտարկյալ Միքայել Սրբազանը։ Պատանդ են 18 արդարների գործով Բագրատ Սրբազանը, Լիդիա Մանթաշյանը, Իգոր Սարգսյանը, Արթուր Սարգսյանը, Տիգրան Գալստյանը, Տիգրան Թոփալյանը, Արման Իսրայելյանը, Արմեն Ալեքսանյանը, Արսեն Ղազարյանը, Կարո Օկումաշյանը, Հայկ Շահնազարյանը, Մովսես Շարբացյանը, Վահագն Չախալյանը, ինչպես նաև զրկանքներ են կրում Աղվան Արշակյանը, Արա Ռոստոմյանը, Դավիթ Գալստյանը, Միհրան Մաղսուդյանը, Հրայր Սարգսավակ Հակոբյանը։ Ապօրինի ազատազրկված է զոհված զինծառայողի հայրը Գարիկ Գալեյանը, իսկ զոհվածների հարազատների դատավարական իրավունքները սահմանափակվում են։ Վենետիկի հանձնաժողովը 2 օր առաջ վերահաստատեց, որ վերջին տարիներին ընդդիմադիրների դեմ ապօրինի հետապնդումներ են իրականացվել հավաքներին մասնակցության ծախսերը հոգալու պատճառաբանությամբ։ Եվ սա դեռ ամբողջական ցուցակ չէ։